Մենք լսելու ենք Նարեկ Մալյանին, ով հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես են կալանավորում Դավիթ Համբարձումյանին, փաստորեն չեն էլ սպասել, որ այստեղ գա ընտանիքի անդամներին տեսնի։ Միանգամից հենց ինքնաթիռի դռան մոտից եկան կալանավորեցին, տարան էլի, այդ կարամ ասեմ։ Հետստապողականություն ինչով եք պայմանավորում, արագ դատական որոշում, արագ կալան։ Գոնե երկու քայլ հայրենի հողի վրա արեց, հենց Սամվելոտից դուրս եկավ, երևի։ Չէ, հենց Սամվելոտի դռնից հենց դուրս եկավ, միանգամից կալանավորեցին, ինքը գիտեր, ինքն էլ տեսանյութի մեջ տեսնում եք, ասում է, ձեզ սպասում էի, հենց է սպասում էի։ Իմ համար զարմանալի արիություն, զարմանալի խիզախություն, բավական մեծ ժամկետի հետ գործ ունենք, 6 տարուց ավել, ինքը ասեց, ես առաջնորդության հայտ ներկայացրած մարդ եմ, ես չեմ կարող հեռու մնալ, երկրից դուրս մնալ ու որոշեց եկավ։ Այդքան վտանգավոր էր։ Ցանկացած մտածող, խոսող մարդ, այս իշխանության համար ծայրահեղ վտանգավոր մարդ է։ Ու Դավիթ Համբարձումյանը իր այս քայլով մարտահրավեր նետեց, այս ձերբակալությունների, այս կալանքների, այս շղթային, այս անվերջանալի շարանին, դա կոտրեց ինքը կոտրեց, իր օրինակով ցույց տվեց, որ ոչ թե պետքա վախենալ, ոչ թե պետքա ուղղակի անիմաստ զավզակությամբ զբաղվել, ինչպես ես եմ դա գնահատում, այլ գործելապետք, պետքա քայլ անել, պետքա չվախենալ, պետքա աշխատել։ Այս կալանավորումի իմպիչմենթի գործընթացի վրա։ Բացարձակապես ոչ մի վատ առումով, իսկ դրական առումով կարծում եմ մեծ լավ ազդեցություն կարող ունենա, որովհետև իմպիչմենթի տեխնացու շարունակում է մնալ, միասնական տեխնացու Դավիթ Համբարձումյանը, քանի դեռ ուժի մեջ մտած վճիռ չկա, իսկ վճիռը ուժի մեջ կմտնի, հենց ձեր օրինակով կհիշեք, երկուածյան բողոքարկելուց հետո, սա այդ դեպքն է, մինչև վճիռը ուժի մեջ մտնելը ինքը պաշտոնապես համարվում է իմպիչմենտի վարչապետի տեխնացու, եթե այլ որոշում չկայացվի, իր մասով արդեն դա պատմվում է։ Այդքան տարիներ արժեր իշխանություններին նվիրել, եթե քաղաքական հետապնդում են համարում, որտեղ կարող էր չվերադառնալ։ Իշխանություններին դաժե մի ժամ չարժի նվիրել, եթե նվիրելու բանի մասին է խոսքը գնում։ Ես դες հավատացնում եմ, Դավիթ Համբարձումյանը կարող էր շատ հիանալի ժամանակ անցկացնել Մոսկվայում, շատ հետաքրքիր արևադարձային երկրներում, ծովափներում եւ այլն։ Ես այնտեղ տեսա ինչպես էր հայ համայնքը այնտեղ իրան ինչ մեծ արումով ու ինչ օվացիաներով էր դիմավորում, ես տեսել եմ այդ մարդը այդ հնարավորությունը ուներ, հանգիստ ուներ այդ հնարավորությունը։ Ինքը դրա փոխարեն ընտրեց գալ լինել Հայաստանի բանտում, քան օտարության մեջ ազատությունում, այդ իր ընտրությունն է։ Տեսեք, դուք խոսում եք ժողովրդի շրջանում Դավիթ Համբարձումյանի ընդունված լինելու, սիրված լինելու մասին։ Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ քաղաքական կշիռ չունի Դավիթ Համբարձումյանը։ Հիմա մենք այստեղ տեսնում ենք բազմահազար, մի քանի հազար մարդիկ են հավաքվել աջակիցներ, ոստիկանական մեծ ուժեր են, որոնք շարունակում են համալրվել։ Արդյոք սա խոսում է կշռի բացակայության մասին։ Սա հենց խոսում է, որ Դավիթ Համբարձումյանը ոչ մեկի պետք չի։ Այդ հենց որ ոչ մեկի պետք չի լինում մարդը, սենց բան են անում, տասնականի ավտոբուսով ոստիկան են բերում, բան, չեք տեսել, բոլորին սենց են դիմավորում, բոլոր Հայաստան ժամանողներին սենց են դիմավորում, սովորական մարդկանց էլ։ Սա սարկազմ էր, եթե չեք հասկանում, այդ անընդհատ ես շատ կներեք, ես թույլ չէի տա ինձ նման բան ասեի, բայց այդ ընթացքում Դավիթ Համբարձումյանը Հայաստանից ստանում էր բազմաթիվ զանգեր, այդ թվում նաև լրագրողական շրջանակներից, բոլորը զանգում էին, ասում էին մենք կհասկանանք, եթե դու որոշես մնաս, մենք քո կողքին կլինենք, ինքը բոլորին շատ սկզբում առաջի անգամ քաղաքավարի, երկրորդ անգամ հեռախոսով շղկացնում դնում էր, ասում էր էլ ինչ չզանգեք, սա պատվի հարց է, սա արժանապատվության հարց է, այսինքն ոնց կարող է մարդը, որ առաջնորդության հայտ է ներկայացրել, այսինքն ինքը երբ որ ընդունում էր իմպիչմենտի վարչապետի տեխնացու լինելու առաջարկը, ինքը այս ամեն ինչը գիտեր, չէ, ժողովուրդը ինչ որ նոր բան չի կատարվել, չէ։ Մենք սա հասկանում ենք, որ ով մի հատ sense գլուխը հանում է
իր բնից ինչ որ բառը ասում, էլ չեմ ասում որ առաջադրվում է տեխնացու եւ այդ մարդուն հավաքում տանում են, ինչը նորություն է, ես էլ եմ նստել ժողովուրդ։ Ես Սամվելին էլ եմ բանալ է բռնել։ Կանխել ինչու չի ստացվում։ Ինչը կանխել։ Այս իրավիճակը, այսինքն համակերպելն է։ Հիմա քաղաքական առումով կարող եմ ուղղակի, եթե երկար չասեմ, կարող եմ ասել, որ միասնականություն օրակարգի շուրջ զավզակության տեղը քաղաքական դաշտում գործ սա այս քայլը գոնե թող լինի Դավիթ Համբարձումյանի արած այս քայլը թող լինի օրինակելի քայլ ամբողջ ընդդիմադիր դաշտի համար որպեսզի հասկանան որ մարդիկ ինչքան լուրջ են ընդունում իմպիչմենտի գործընթացը գրկնում է մարդը 6 տարի ազատազրկումը շալակեց իր վրա իր կամքով հելավ եկավ բանդ եւ այսքանից հետո եթե ինչ-որ մեկը ասի իմպիչմենտը հատկապես ընդդիմությունից ասի իմպիչմենտը անլուրջ գործընթաց է, այս ուղղակի կլեն մի հատ այսպես կապտակ եմ այդ մարդուն, անկախ այդ մարդու տարիքից ու նախկինում զբաղեցրած պաշտոնից։ Ինչ է փոխանցել ձեզ, փոխանցեք հանրությանը։ Այդ հարցի այդ շատ ենք մտածում ամբողջ ճանապարհին ինքնաթիռով գալուց։ Ինքը ասեց, խնդրում եմ իմ անունից փոխանցիր, ես չեմ հանձնվելու, ես հետադարձ, այսպես ասած, զադնի չունեմ, ես գնալու եմ ինչը վերջ։ Ես եթե ինչ-որ մարդ, եթե կլինեն մարդիկ, ովքեր իրոք անկեղծ կուզենան միանալ եւ ինչը վերջ լինել պայքարում, ես պատրաստ եմ այդ մարդկանց հետ ինչը վերջ պայքարել, այսինքն հետադարձ ես չունեմ, ասեց ու գնաց։ Պարոն Մարիյան, գործողություններ շարունակական լինելու են։ Ես տեղյակ չեմ, ես նոր եմ Մոսկվայից եկել, Մոսկվայում մի քիչ տենց ուրիշ վիճակ էր, էլի, անդացախ տեղերը տանում պատիվ էին տալիս։ Ինչպես տեղի ունեցավ նրա կալանավորումը, արդյոք ինքնաթիռից, փաստաբան չկար, ինքնաթիռից դուրս եկավ, հենց դռնից դուրս դրեց ոտը, տարան, ես վիդեոն տեղադրել եմ Facebook-յան էջում, կարող եք Իմ տեղադրած բոլոր վիդեոները, բոլոր լրատվամիջոցները կարող են հանգիստ տանել առանց հղման որևիցե տեսանյութի վրա, չկա հեղինակային իրավունք։ Ու մասի ոստիկաններ, ինչ է, ինքը հակառակը, ինքը ասեց ուշադրինակ կտենեք, ինքը ասեց, այ ես հենց էլ ձեզ սպասում էի, ու ինքը ասեց այն առաջ եմ գալ տարա։ Ցույց չտվեց որպեսի շոու լինի, այսպես տապալման եւ այլն։ Անկեղծ իրեմ շոու չկար այս առումով։ Այդ մասով չկար։ Հա, չէ, տապալում բան։ Իսկ ուղղությունը չներխուժեցին, մենք ներխուժեցինք Հայաստան սամալյոտից, մենք ներխուժեցինք։ Ոստիկանության բաժին տարան, քրեակատորական հիմնարկից տեղյակ չեմ, այդ մասով փաստաբանների հետ կարող է կապ հաստատել, կասել։ Պարոն Մարիյան, շատ է նշվում, որ քաղաքացիներն են շատ ներկայացնում այն մասին, որ Դավիթ Համբարձումյանին հենց հատուկ են այս ժամանակ ձերբակալման հրամանը տվել, երբ նա երկրում չէր գտնվում։ Դուք ինչ կասեք այս առումով։ Ես չգիտեմ, այս երկրում ամենաշատ պակասող բանը տրամաբանությունն է, իմ համար բարդ է բանանել, հա, իմ մոտ տպավորությունն է, որ այս իշխանությունը արդեն հիստերիայի մեջ է, հատկապես պարտվեց Հովանավանքում իր նախաձեռնած այդ շոուն տապալվեց, դրանից հետո իրենց մոտ գիտեք կատաղության նոպաներ է սկսվում, անտրամաբանական ինչ-որ քայլեր են անում, ինձ որ ես չեմ զարմանում, որ վաղ ձեզ է ձերբակալեն այդ հարցը տալու համար հենց։ Շնորհակալություն, եթե թույլ տաք, ես դուք Այսինքն տարածից